իրականացվել անհրաժեշտ փաստաթղթերի սահմաններում տրված անվան քննության շրջանակներում։ Սա երես անխոցելի փաստաթուղթ։ Երրորդ, ձեր հարցի հիմնական մասը։ Աֆրիկանների շենքի քարերը համարակալված տեղափոխված պահեստավորված են, այն կվերատեղադրվի հին Երևան ծրագրի շրջանակներում։ Հին Երևան ծրագիրը, որպես իրացման գոտի ուժի մեջ է, ծրագրի քաղաքաշինական նպատակը չի փոխվել, ծրագրի ֆունկցիոնալ նպատակը չի փոխվել, այն հասարակական շինությունների միջավայր է լինելու հին Երևանի, նախկինում ամենամոնտաժված համակարգված այլ շենքերն են վերականգնվելու այդտեղ վերադառնալու, կառուցապատման ԱՊԶ-ի ճարտարապետահատակագծային լուծումների վերաբերյալ փոփոխություններ չեն եղել, կրկնում եմ ֆունկցիոնալ առումով որևէ նոր միտում չկա, այն ինչ նախատեսված է հասարակական շինությունների հին Երևանի միջավայրը։ Հիմա կան պայմանագիր կնքած կազմակերպություններ, ներդրումներ, որոնց հետ հիմա բանակցային գործընթացը նորից ուժի մեջ է, շարունակական է, այնպես որ հին Երևան ծրագրի կյանքը որևէ մեկը մեխանիկորեն թե կամերականության չի ընդհատել։ Անկեղծ ասած հիմա ես ձեզ կոնկրետ ժամկետ սպառիչ չեմ կարող ասել, ինչը չեմ կարող, բայց որ ամենօրյա քննարկման փուլում է։ Եվ այդ կառուցապատողները գրեթե շաբաթը մեկ այստեղ գլխավոր ճարտարապետի հետ եւ տեղում քննարկումների մեջ եւ այդ տարածքի ճարտարապետը ինքը ակտիվ գործողության մեջ է։ Ես վստահ եմ, որ շատ արագ այդտեղ կմեկնարկի։ Ներդրողներ դեռ չեն գտնվել, չէ՞։ Ներդրողներ պայմանագիր կնքած կառուցապատողները։ Ֆինանսավորման հարցը լուծվել է։ Որին Հին Երևանի մեկնարկի ֆինանսավորման։ Հետ եմ ասում, հին Երևանում կան 3 սուբյեկտներ, որոնք այդ տարածքի կառուցապատման պայմանագրերը կնքած ունեն, չէ, իրացումն են ապահովել եւ պետք է ապահովեն կառուցապատումը։ Նրանց հետ հիմա ինտենսիվ բանակցություններ շարունակվում են։ Մի հարցը Մի քանի տարի եկան չէ դրանք։ Հա, բավականին ժամանակ իսկապես իրացումն ավարտվեց, իրացման աշխատանքները գրեթե գերաճշի մասով գերազանցապես ավարտված են այդտեղ։ Նախորդ տարի գրեթե հիմնականում նրանք նախագծային լուծումների վրա էին աշխատում, հիմնականում ճարտարապետի աշխատանքի մոտիկից ծանոթ են։ Այս տարի նորից սկսել են ինտենսիվ բանակցությունները հենց տարեսկզբից։ Ընդհանուր մոտ 10 տարի Երևանի մասին Երաշտիկ կա, որ 4 տարի կամ 7 տարի, 10 տարի, որը Ես ձեզ դրա համար ասում եմ, իմ պատասխանը այս հարցում չի կարող լինել սպառիչ, որտեղ ամեն ինչ կապված է հիմա կառուցապատողների, ներդրողների, պայմանավորվածությունների եւ ֆինանսական ներդրումների հետ։ Բայց որ հարցը ձերային մտահոգությունը, թե հարցը անվել է օրակարգից, հարցը փորձել է իր թարմությունը կամ հրատակությունը ոչ։ Վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այսօր ամենակարևորը ծառացած կետերից մեկն է դա կառուցապատման գոտի։ Ամենածառացած կետը։